Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Շիրինյան, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում, Ռուբեն Ռուբենյանը կդառնա ազգային ժողովի նախագահ, Վահագն Ալեքսանյանը առաջադրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, Սերդար Քելեչը շնորհավորեց Ռուբենյանին Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն տրվելու առթիվ։ Ինչպիսին էր Նիկոլ Փաշինյանի այդ կադրային քաղաքականությունը նախկին այդ նախորդ 8 տարիների ընթացքում եւ արդյոք առանց կառավարության կազմում փոփոխությունների, այսինքն նախարարների փոփոխություն եւ այս նույն թիմով շարունակել հետագա կառավարումը Հայաստանը ինչպես է գնահատում։ Ես այսպես եմ հասկանում, նախ կարծես թե վարչապետը այն որ ասում են շտաբի դանդաղ, այդ չի նշանակում փոփոխություններ չեն լինի, բայց այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է Հայաստանը եւ օբյեկտիվորեն եւ աշխարհը նաեւ տարածաշրջանը, իրեն զգուշավորություն է հաղորդում, ինչքան ես շփվել եմ, այդ բնավորությունը նա ունի ավելի շատ հաշվել, իհարկե դա ճիշտ չի լինի, որ դա ստագնացիայի տանի չի տանի։ Ես ենթադրում եմ, որ որոշ ժամանակից հետո այն նոր փոփոխություններ կանի, ինչու, որտեղ հիմա խնդիրը այսպես ասեմ, Մոսկվայի ստրուկների ապստամբության ճնշումն է, բարձ է, դա չի խնդիրը, կառավարությունը կա, աշխատում է, ու հետո կփոխեն ինձ թվում է, բայց դրանից ավելի ես ուրիշ բան կուզենայի որ աներ, կառավարության կառուցվածքը պիտի փոխվի, հետո մարդիկ նոր նշանակվեն համապատասխան տեղերում, օրինակ, ասեմ, հիմա չգիտեմ կընդունեն թե չէ, որտեղ իրենք են, մենք պիտի միշտ ընդունենք, որ ովքեր որ պարլամենտական ընտրություններում հաղթում են, նրանք էլ ձևավորում են իրենց կառավարությունը եւ դա իրենց բացարձակ իրավունքն է, որը մեկի գործը չի։ Իրենք մանդատ են ստացել, ինչպես ասում են, ժողովրդից, բայց ճիշտ է նաեւ բարձ է որ նաեւ վերլուծողներ, դաշնակից կուսակցություններ, ՀԿ-ներ եւ այլն այս բոլորը պիտի հաշվի առնվի, բայց կորիզ իրենք են։ Մի խոսքով, հիմա ինչ կուզենայի որ մենք մշակույթի նախարարության վերականգնման խնդիր ունենք։ Ինչու՞։ Որտեւ մշակույթը մեր ժողովրդին բնորոշող հիմնական բաղադրիչն է։ Այսինքն այն որ ասում են ով է հայը, այսպես ասեմ, եթե նկատի չունեն մշակույթը չարենցներով, նարեկացիներով եւ այլն փիլիսոփայություն, հայ ժողովրդի իմաստը դադարում է լինելուց, ինքը աշխարհին հայտնի է որպես մշակութային ժողովուրդ, սա ինքնին ամեն ժողովուրդ չէ որ մշակութային ժողովուրդ է, մենք ստեղծած ժողովուրդ ենք ու ստեղծագործելու ենք ինձ թվում է։ Երկրորդ մասը կա, արդեն քաղաքագիտության հայտնի բանաձևը կա, որ այստեղ նաև քննել ենք, դա պահանջ է նաև որ մշակույթը ինքը փափուգուժ է, հզոր փափուգուժ է, օրինակ Հայաստանի քրիստոնեացումը պետականորեն կրոնի վերածվել է, եթե մեկը հիմա հաջողություն ունենար Կալիֆոռնիայում, օրինակ, որտեղ Հոլիվուդում էլի, այդ շրջանի վերաբերյալ մի շքեղ ֆիլմ նկարահանվեր եւ ոչ թե այնտեղ բանում այդ Հոլիվուդի բարձունքներում նստեին, այդպես երուստացույցներ միանային, թե փտած ցար ինչով է զբաղված եւ Հայաստանին հակադրվեին։ Ես կոչ եմ անում, որտեղ մենք այդ ուժերն ունենք։ Ուրեմն դա կլներ ավելին, քան բանակի ուժն է, երբեմն։ Դուք հիշեք թուրքական են վելիկա հրաշալի, բան ինչպես էր գոչվում, դարը, ինչ արեց, թուրքի կերպարը փոխեց աշխարհում։ Այդ մեկ։ Երկրորդը մենք ունենք այդպես, որտեղ մենք ագուխներ պիտի մաքրենք, որ իմանա հաջորդ իմանայինք ով է, ինչ է քրիստոնեությունը։ Այս ուզուրպատորն է, ռուսական ծառայության կաթողիկոսներ, եպիսկոպոսներ, մենք միաբնակ ենք, երկաբնակ ենք, ինչու ենք միաբնակ, կաթողիկոսը եւ ուրեմն
արքեպիսկոպոսները գիտեն ինչ է նշանակում, ինչպես է դա ձևակերպել Օձնեցի կաթողիկոսը, որը համաշխարհային կրոնագիտության մեջ բացառագույն կետ է սահմանել, ով են, գիտենք, չգիտենք, որ Հայաստանը իր փառքի մշակութային գագաթին հասել է Բագրատունիների ժամանակ եւ այդ դարերում համաշխարհային մշակութային կյանքին տվել է, ոչ թե վերցրել է։ Հիմա ուզում եմ ասել, այս մշակույթի նախարարության գործն է։ Եվ մնացած, օրինակ, ես շատ եմ, նույնիսկ Կիմ Քարդաշյանին մի անգամ նամակ գրեցի, չգիտեմ ընդ ստացել է թե չէ, դեռ կապը չեղավ, այն ժամանակ էր դեռ եւ չէր եղել այս պարտությունները, մենք էլ հոգեբանական այս վիճակում չէինք, բանակը կանգնած էր հորադիզում եւ այլն։ Հենց դրա հետ կապված բաներով գրել է մի նախաձեռնեք Արտաշե Սարգայի եւ օրինակ Սաթենիկի սիրո մասին մի հատ բան հանեք, էլի մի հատ նման մի բան, որ աշխարհը տեսնի, ով է քաղաքագրություն բերել, ով է ինչ եւ այլն։ Սա փափուկ ուժ է գոչվում, soft power, հասկանում եք։ Ահա դրա համար մշակույթի նախարարությունը պետք է անպայմանորեն իմ ենթադրությունով, եթե մենք հասնենք սա առաջին խնդիրներից մեկն էր, որ պետք է առանձնանա, չի կարելի այդ կոնգլոմերատի մեջ մի հոգու դնել, այս հարցը մեզ համար բացառիկ հարց է։ Երկրորդ մասն ասեմ, կառավարության կառուցվածքի փոփոխության մեջ մենք ունենք սերունդների արագ վերափոխման հարցը։ Հիմա ասում են այս հարցը կա, Facebook-յան image-ը ոնց որ հետաքրքիր բան ունեն, ինչպես նաև ձեր երևի հավանաբար, որ սերունդները պետք փոխվել բան, ժամանակ չունեն, եղբայր, քույր, հայ մարդ, ժամանակ չկա, սերունդներ փոխվեն, հիմա ինչ եք ուզում, տանկերի տակ, յաթաղանի տակ մնալուց հետո ուզում եք այդ ամենացյան կնիքը վերիկներս կրվի, ինչ է պետք, շատ արագ զարգանալ է պետք, վերափոխվել է պետք, որովհետեւ մենք կարողանանք թրիփ իրականացնենք, այդ ռուսների մի նայեք սրանց ստրուգներին, դա Հայաստանին տեխնոլոգիան թռիչքի ապահովություն է տալիս, հիմա անելու ենք թե չէ, դրա համար ինչ է պետք, սերունդների վերադաստիարակությունը մեր շատ հեշտ ասեմ ինչու, որովհետև իր գենետիկան այնտեղ է, դրթատների մոտ է, սովետականի մեջ չի, ռուսականի մեջ չի, թուրքականի մեջ չի եւ այլն, մաքրվել է, ինչ է պետք շտապ, կրթական համակարգի վերափոխում է պետք, առաջինը, ես կարծում եմ, որ այդ ուրեմն ինչ ասենք, Մսուր մանկապարտեզից մինչև դպրոցը ներառյալ լուսավորության նախարարության պիտի պատկանի։ Սա գիտությունից պետք է առանձնացնել, պիտի լինի կրթություն եւ դաստիարակություն, չէ՞, նորմալ իմաստով վերականգնելով մեր արժեքները, որոնք հրաշալի են։ Բայց ուրեմն սա մեկ, երկրորդը այ բարձրագույն կրթությունն ու ուրեմն գիտության նախարար եւ տեխնոլոգիաների նախարարություն պիտի առանձնացվի, որը զբաղվի այդ նրանում ինչ որ արդեն մնում է եւ որովհետեւ ինչու մեր արտադրողական ուժերը թույլ են զարգացած նախ ծերացած է ազգաբնակչությունը կրթական ցենզը շատ ցածր է այն որ ասենք տասնյակ քաղաքագետ դիպլոմ կա տեխնազուբան դատողությունները նայում ես, զարմանում ես, սրանք հասարակագիտություն կամ են միջնակարգ դպրոցի ծրագիր ստեղծագործաբար չեն կարողանում իրականացնել, այդ այդպես չի, որ ես կան կա, քանակը չի, հիմա, ուզում եմ ասել, այս ոլորտը գիտություն, տեխնոլոգիաներ և ուրեմն այդ զարգացումներ, այս մասը Պետք է առանձնացվի ինչի համար արտադրողական ուժ գիտությունն է հիմա եւ երջանիկ բան է եթե դա լինի դրա համար այս նախարարությունը գեր զարգացած պիտի լինի սպասարկիր լավ համալսարաններ տեխնոլոգիական մշակումներ ֆիզիկա քիմիա եւ այլն այսպես թե այսինքն սա պարտադիր պիտի առանձնացվի որովհետեւ մենք հետ չմնանք, խոսքը հիմա շատ հետ մնալու մասին է, մի քիչ հետ ենք մնացած, շատ հետ մնանք, թե չէ, մենք այդ պետք է ջարդենք եւ հասնենք մանավանդ համաշխարհային հանրության հետ հարաբերությունների իմաստով մեզ հաջողվել է 4-5 տարին դուրս գալ միջազգային ասպարեզ, դուք հիշում եք, ես իշքան էի ասում, որ հիմա հիշեցնեմ, որ Փարիզում ճիշտ կլինի հայ միջուկագետների համաշխարհային ֆորում կազմակերպել, հայ,
Երևանում պետք չէ, բայց անցած տարի այդ ֆորումը եղավ, արդեն անցած է, ինչ եմ ուզում ասել, այդ նախարարությունը պետք է իր շուրջը համախմբի հայ մտածող միտքը, ստեղծագործող, ոչ թե դոկտոր Թեքնաձու, որը այդ ամեն ինչը կա, էլի, լաքած, սարքած, կաշառքը տված կամ մրափած տգիտության վրա, այս բոլորը պետք է շարունակի եւ մենք պետք է հետո Ես դրա ոչ թե անընդհատ քննել, թուրքերը մեզից ուժեղ են կուտել, ռուսները ուժեղ են կուտել, հա, չպետք է, հա, ուժեղ են կուտել, բայց աշխատի զարգացի, որ չուտեն, դու այդ ուտելու բան ունենաս, հասկանում եք, այսինքն, ես ոչ թե պիտի մտածել ականջի հետևից բռնած ձևով, այլ ինչպես հասնել եւ ապահովել որի հետ հարաբերվելը ձեռնդու լինի պետություններին ստանալը։ Դրա համար կարծում եմ, որ այդ նախարարությունը որ կա, այդ հսկա, պիտի երկու մասի բաժանվի եւ այդ լուսավորությունը չպիտի ոչ մեկը ձեռ տա դարերով, պետք է մեզ դաստիարակություն, մինչեւ գիտնական կլինի, բժիշկ կլինի, բանվոր կլինի, չգիտեմ ինչ։ Եվ անան, այսպիսի բաներ, կարծում եմ, որ Հիմա քանի որ վարչապետն ասեց կառավարությունը չի փոխվելու, այսինքն բաների իմաստով ճիշտ կլինի, որ ճիշտը որը կլինի, մի հանձնախումբ կամ կառավարությունը ինքը այդ հարցերը մի քանի ամիս քննի, մեր առաջարկներն էլ դիտի, կառավարման համակարգն այդ գիտության պետական կոմիտեն զուգահեռ ինչու է գիտության չգիտեմ ես չեմ ասում փակեք կամ միացրեք պետք է թե չէ այս ակադեմիական բուհերը պիտի միացվեն ում են միացվելու ում չեն միացվելու ինչ բարձություններ կան դրանց ադմինիստրացիաները այսօրվա պահանջներին համապատասխանում են չեն համապատասխանում այսինքն ճիշտ կլինի որ մի 5-6 ամիս այս ոլորտը որտեղ առանց գիտության բարձ է տեխնոլոգիայի ոչինչ չի լինելու ուզում եմ ասել որ նորմալ է որ այդ եթե այս տեսակետով է նորմալ է չշտապելը որտեղ հիմա այս վիճակում էլ սահմանադրական դատարան էլ Մոսկվայի ռեզիդենտուրա էլ Կոպիրկին էլ Կիրիենկո այս շրջանում թող կառավարությունը մի հատ այդ անցումը ապահովի բայց քննելու այդ մենք պետք է սովորություն ունենանք ցանկացածար ցանկաբանորեն քննելու հավես ունենալ գյուղնախարարության մասին ինչ կասեք գյուղը քանի որ կառուցվածքի մասին ենք խոսում օրինակ երևի թե ես օրինակ մի առաջարկել ունեմ ասել ես կարծում եմ որ Հայաստանում էկոնոմիկայի նախարարություն պիտի ստեղծվի այդ արդեն գյուղ եւ այլն չէ բայց պիտի քննվի եւ էկոնոմիկայի նախարարը պիտի ստանա վիցե ուրեմն վարչապետի պաշտոն, փոխ վարչապետի պաշտոն, նրա դեր բարեն, անվտանգություն, բաներ, դա շատ լավ կլներ, եթե այդ էկոնոմիկայի նախարարը լիներ փոխ վարչապետ, ոչ թե երկու չգիտեմ ինչ, իմ կարծիքն այդպեսին է, մի վարչապետ եւ մի փոխ վարչապետ էկոնոմիկա, ինչու, մենք բարձ է որ խաղաղ զարգացման մի շրջան ենք անցնում, Հիմա թող պաշտպանության նախարարությունը իրենք իրենց գործն անեն շատ արագ ասված դեմբերով, բայց ուրեմն մենք տնտեսական թռիչքի կարիք ունենք, առանց դրա չի լինելու, որպեսզի լիազորություններ եւ այլն։ Տեսեք, այսպիսի առաջարկներ, հիմա ընդ որում իմ ասածները աշխարհի լավագույն պետությունների փորձից են բխում։ Ես իզնից սովորություն չունեմ, այն բաները, որ ուրիշներ լավ հաջողել են, ուրեմն այդտեղ ուրեմն ուրիշ բաներ անեմ այնպես որ եւ այսպես նորմալ է եթե կառավարության այդ կառուցվածքի փոփոխությունը չի լինում պարոն Շիրինյան ինչ առաջընթաց ենք ունենալու կառուցվածքի փոփոխությունը պարտադիր է կայո առանց գիտեք փիլիսոփայությունը առանց մշակույթ առանց գիտություն բանը նայեցեք ձևը եւ բովանդակությունը իրար հետ պետք է ներդաշնակ լինեն մենք պետք է սովորենք այն բալանսը հաշվեկշիռ ամենտեղ պահենք ընտանիքում ծախսերի մեջ պետության ծախսերի մեջ այդ բոլոր բալանսի վրա է երբ որ բալանսի վրա չի լինում ամեն ինչ վարի է գնում կամ ենքում հիմա դրանք պիտի նման բաները լուծվեն եւ
Երևի թե պիտի նայել աշխարհի լավագույն պետությունների փորձը նայել, օրինակ այնպիսի պետություններ, որոնք խոշոր չեն ծավալով, բանով բաժադարձություն են։ Իսրայելի կառավարության կառուցվածքը, Թայվանի կառավարության կառուցվածքը, Գերմանիան ես ասեցի վիցե-կանցլերը, էկոնոմիկայի նախարարը, երբ որ նրանք ապահովեցին, Էրհարդը ապահովեց, այսպես ասեմ, Ադոնայուրի առաջադրանքը, հենց նա ուներ այդ լիազորությունները եւ նա կարող է, այսինքն իմ ասածները բոլորը փորձի հետ կապ ունեն։ Պետության եթե մշակութային պետություն ենք ուզում, մի հատ պետք է ուշադիր Ավստրիայի այդ հշկեղ բայց մեծ ծավալներով մեր նման, բայց մշակութային մի պետության, ուրեմն այդ բանը պետք է լինի, էլի։ Մենք օպերային թատրոն ունենք, նայեցեք։ Մենք Տոլմայի, հա, այդ բանի կատլետի, այդ որգրամ դեմ չեմ, բայց այդ որգրամորության փառատոները շատ բաներ չեն տալիս։ Տեսեք ինչ է, Զարցբուրգում ամեն աշուն, ուրեմն դասական երաշյան բաներ է, հա, բայց մեր նախարարությունը չի կարող կազմակերպել, ասենք նարեկացի եւ այլն նման բաներ։ Ես այնքան մտածումներ ունեի, բայց դե ժողովուրդը ընդ որում ասեմ, որ երեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանն էր իմ հյուրը եւ ինքն ես Հարգերֆիրին հարց ուղեցի, որպես արդեն նորընտիր ազգային ժողովի պատգամավոր ինչ ունեք առաջնահերթ ձեր ծրագրերում, ինքն ասեց հենց մշակույթի հետ կապված հարցեր պետք է բարձրացնեմ այս արդեն Ալխազ Ղազարյանը, այնպես որ իրենց ներսում էլ ըստ երևույթին արդեն կա այս ամենը, գուցե այսքան տարի ասում եմ մշակույթը փափուկուտն է։ Ուժ, ռումբի նման ուժ է, մշակույթը ներկայացնել ուժ է։ Երկրի տեսքը դուք հիշեք Ամերիկա փոխնախարարը։ Վենս եկավ ինչ ասեց քրիստոնեական ծննդի վայրն է։ Այս հայությունը վախենում է դրա մասին խոսելուց։ Կաթողիկոսը թողել օտար պետության շահերի սպասարկման ոլորտում կաթողիկոսին։ Դու абսուրդ է, հասկանում եք, որ մտածել, երբ որ մարդ մնում է մի սենյակում մտածում է, գրեթե խելագարության բաների է գալիս։ Դուք տեսեք իմ ասած այն, որ տեխնոլոգիան ասեցի այդ գիտություն։ Աշխարհում ում հայտնի չի, որ գյուտարարներ, ես նկատի չունեմ այն կուսակցության փտած կառույց իր ագումբում։ Դե հերերն էլ անիծած ինչ անում են անեն, թող Պուտինի երկեն մնան։ Հիմա տեսեք, ինչ կա առանց բանի պետական բանով, ենթադրենք այդ նախարարության օգնությամբ, տեխնոլոգիաներ, ուրեմն փիլիսոփայություններ, աշխարհում է հայությունը պատմագետներ, բայց այս հումանիտարը հələ թողենք մի բան։ Այդ բանականություն եւ այլն, էլ սիլիկոնային հովիտ, էլ Գերմանիայում գիտնականների միավորում, Ֆրանսիա, Ազնավուրի Ֆրանսիա, Ազնավուրի Հայաստան, Միջուկ եւ այլն, ինչ ասեմ ձեզ։ Մեր երկրում քիմիայի ֆակուլտետ ընդունվողներ չկան։ Պատկերացնում եք։ Հիմա նայեն Զելենսկին ինչ անում, չոքեցրել է գիշատիչին, չոքեցրել է, չգիտեմ որ բունկերը մտնեն, որ փրկվեն։ Բենզինից զրկել է, հիշում եք, որ ասում է Ռուսաստանին առնակամ են անում, առնակամ, բացել են երակը, թափում են։ Ես հիմա այդ մարդ ինչ ասես, ինչքան ասես, մշակույթը փափուկ ուժ է, soft power ուժը երեք է լինում աշխարհում, կոշտ ուժ, դա ձեր բանակն է, անվտանգության ծառայություն, էկոնոմիկայի հզորություն եւ այլն, սա կոշտ ուժն է, ինչ որ կա։ Կա փափուկ ուժ, որը քաղաքական մշակույթն է, արժեքներն են, պատմական փառահեղ անցյալն է եւ այլն, այդ ինչ որ ուրեմն մշակույթի մասին է խոսքը եւ ես ամեն տարի, քանի տարի է գնում եմ բանից ուրեմն խորվիրապից հաղորդում եմ տալիս, մինչև Վենսը եկավ, որ սա է Հայաստանը, մի հատ երթուղային բան սարքեն էլի, հյուրերին տանեն ցույց տան դա, հերիք է էլի, ուտել խմել ուտեղերը ուղեկցեն, Եվրոպան բացվել է, բոլորին տարեք խորվիրապ եւ հայհարկ է, ուրեմն էս էլ ուժ է եւ կա նաեւ դրա Ջոզեֆ Նայն ասում է համադրումը, երբ որ փափուկը եւ կոշտ ուժը միացնում եք, ասում է smart power, խելացի ուժ, ինչ ասեմ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ստրատեգիան վերցրեք եւ ապրեք։
Եվ հզորացեք, ելիք եք արգանեք, այս կուտիչ, բա որ այս ծև լինի ուտելու են, իմացեք, ոչ մի տարբերակ չկա, ոչ ինչ կան, սես թաքնվեն, չտեսնեն։ Դուք այնպես եղեք, որ շահավետ լինի ուժեղ Հայաստանի հետ հարաբերվելը։ Ուժեղ Հայաստանի մասին խոսենք կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, ամեն դեպքում այս նշանակումները հետ կապված, կառուցվածքի հետ կապված մենք կհետևենք իրադարձություններին եւ պետք է ունենանք ազգային ժողով, պետք է ունենանք կառավարություն, այս այդ ամենը ունենալու համար ընդդիմությունը պայքարում է եւ ընդդիմությունը այսօր սպասում է սահմանադրական դատարանից որոշակի պատասխաններ։ Հետաքրքիր է որն է, Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմությունը պետք է միավորվի, որ պայքարը պետք է արդեն միասնական իրականացնեն, բայց նույնիսկ սահմանադրական դատարան գնալու եւ այդ որոշումները լսելու համար առանձին են 16:30 ուժեղ Հայաստանն է գնում, սահմանադրական դատարանի մոտ 17:00-ին Հայաստան խմբակցությունը, այստեղ էլ չկա այդ միասնական գնալու, արդյունքները լսելու, որոշումներ կայացնելու։ Այդ դեպքում ինչպես պետք է միավորվեն։ Ուրեմն նախ միավորված են, պետության դեմ պայքարում ռևանշիստները միավորված են եւ կոորդինացիան անում է Կիրիենկոն, էլ ասելու բան չկա։ Հիմա Կիրիենկոն ում է հերթով փուրը տալիս կամ իրենք չգիտեն, իրենք ինչ ասեն, են էլ պիտի անեն։ Եթե առանձին են գնում, ուրեմն Մոսկվայից ասել են առանձին եք գնում, որպես ներվերը շատ ուտեք։ Որտեղ ոչ բողոքելու բան չկա, ոչ բան, հələ թող իրենք մի հատ իրենց ունեցվածքների բացադրությունը տան ու Գոլոշյանան էս երկրից, որտեղից են հարուստ ինչու։
եւ ինչ են արել այս երկրի համար եւ Արցախյան պատերազմը ինչ դեր են խաղացել։ Սա ռևանշիզմ է, ժողովրդին բացատրում եմ աշխարհով մեկ։ Մենք ընդդիմություն չունեցանք, ինչպես որ ես ասում եի, ընդդիմություն չունեք խորհրդարանում։ Հիմա ուզում եք կներեք բարի համար, ձեր ճղեք եւ անդած ասեք, ֆոկուս արեք, ընդդիմություն անեք։ Դա ռևանշիզմ է, դա ռուսական կազմակերպված ուժ է, քրեա օլիգարխիկ կառուցվածքների վրա եւ այլն, որը ունի երկու մասնաճյուղ։ Մեկը գավառականն է, Հայաստանի այդ խմբակցությունը, որը հալվեց, մաշվեց, հիշում եք, չէ՞, դրանց դեմքերը, բաները, ցույց, գործատուր ու իշխանափոխություն, բայց մեկը թարմ ուժ է, որը մոսկովյան է։ Մոսկովյան, այս անգամ ազգային ժողով ավելի վատ ընտրություն արեց այդ իմաստով ստեղծելով։ Մոսկվան ուղղակի խցկվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողով եւ դա ուժեղ Հայաստանն է։ Դա ես այսպես կասեմ, մեկը Մարիա Զախարովայի ենթակայության տակ է հաստատ։ Մյուսը ուրեմն Կոբերկինի, դեսպանի։ Ես վստահ եմ, որ ուժեղ Հայաստանը ռուսական հայաստանյան կառույցներին չի ենթարկվում։ Հիմա նրանք ինչպես են որոշում, այդպես էլ կլինի իրենց քայլերը։ Սրանք ինքնուրույն մարդիկ չեն։ Օրինակ մտածում եմ, որ այսպես ասեմ, Մարիա Զախարովան, եթե գիշերը մեջքի վրա պարկի կարող է մի բան լինի, եթե փորի վրա պարկի կներեք ուրիշ բան կլինի։ Իրենք ինքնություն չունեն, բացարձակ, ինչպես որ նախորդում եք չունեցան, իսկ Ռուսաստանի նպատակը Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցների աշխատանք թույլ չտալն է, սաբոտաժն է, անկայունությունն է եւ ուրեմն չզարգանալն է եւ պետականության լիկվիդացիան, բայց ինչպես ասում են, այս դեզերքում կա նաև ուրիշ բաներ, Աստված ուրիշ բան է որոշել, մինչև Հայաստանում ճգնաժամը Մոսկվան կխորացնի իր այս մարտական ջոկատներով, սրանք ջոկատներ են, քրեա օլիգարխիկ երկու, մինչև այդ Ռուսաստանը վստահ եմ կսկսի տրոհվելը, բենզին չունեն, Հիմա դուք պատկերացնում եք, պատկերացրեք, ով Ռուսաստանը գիտի Ստավրոպոլ, Կրասնոդար, Հյուսիսային Կովկաս, հացի շտեմարաններ, հացի բերքահավաք էսը կսկսի սկսվել, եւ ինչով բենզին չկա, տեղափոխման խնդիրներ լինելու, տնտեսական տեղափոխման խնդիրներ լինելու, տնտեսական տրանսպորտ որ չկա, ոչինչ չկա, իսկ բունկերի բաննել են ցարներ չի մանում ինչպես այն բանն է, որ ճեղքում ինչ մտցնի, որպես այդ ճեղքերը բան լինեն։ Տեխնոլոգիա չկա, արևմուտքի հետ հարաբերությունների կանոնավորում չկա, կա ուրիշ բան։ Թրամփը վերջապես եկավ այն եզրակացության, որ Ռուսաստանին պետք է քամել։ Այդ առաջ խապ բան էին ասում, չէ, Պուտինի բանն է, Թրամփը գործակալն է, բան է, Պուտինը եթե ասենք ողորմելի մի հատ արմիաշկի աչքին դա գիգանտ է, փիղ է, գիտեն Ամերիկայի համար էլ է փիղ, բայց նրանք փիղ սարքեցին։ Եվ հիշում եք, ասում էի Արնակամ են անում, Արնակամ։ Դրա կողքին Փարք Ուկրաինայի քաղաքական ռազմական ղեկավարության եւ ժողովրդին առաջին հերթին, որը տոկած չփախավ ոչ մի բանով եւ Ռուսաստանը այսօր չոքեցրել է իր այդ բաներով, նորագույն տեխնոլոգիաներով, խոսքը արդեն խոսում է բալիստիկ կրտիրների մասին։ Նկատենք Մոսկվայի այս վերջի հրթիռակոծությունները։ Մոսկվայի, բայց ուրիշ բան է տեղի ունեցել, նույնիսկ գիտեք, Գյումեն նավթագործարանի խփեցին, այս նշանակում է Ռուսաստանի պատմության մեջ անվերադարձ մի շրջադարձ է տեղի ունենում, նրա տարածքը խորքում, որ եղել է միշտ անխոցելի եւ թշնամուն նահանջելով են հաղթել ցեխերի մեջ, ոչ թե իրենք այլ ցեխերը, Ռուսաստանը այլևս անխոցելի թիկունք չունի, եւ սա նրա ողբերգությունն է, պատմական, ճակատագրական պարտությունն է, այս մեկ։ Երկրորդը իհարկե այն գալադամորը, որ ռուսներ ադրբեջանցիների ցերկով սարքեցին Արցախում, իրենց գլխին եկավ։ Հիմա գալադամորը ուկրաինացիները ղերիմում արեցին իրենց գլխին։ Մոդելը նույնն է։ Արցախի շրջափակում եւ այսպես մի չէ փախնելու տեղ եւ այստեղ ղերիմ մի կամուշ փախնելու տեղ։ Այսինքն այս անգամ այս Պուտինն ինչ անում է,
հակառակն է գալիս իր գլխին, մենակ հələ մեր ուրեմն երկու այդ գավառական եւ մայրաքաղաքային խմբակցությունները գլխի չեն աշխարհում ինչ է կատարվում էլի, դրա համար շարունակում է սահմանադրական դատարանները, բան գործ չունեն էլի հետ։ Ինչ է լինել ամեն դեպքում սահմանադրական դատարանի հետ կապված ինչ կանխատեսումներ ունեք եւ Սահմանադրական դատարանը պիտի ասի, որ ամեն ինչ լեգիտիմ է, իրենք ասել են ոչ։ Սկսելու է այդպիսի մի բան։ Հիմա ի տարբերություն Գառնիկի ժամանակների, Գառնուկի եւ Բագրատների, հիմա ժողովուրդ տակը չկա, կաշառատվությամբ, ընծայնատվություն ապահովվածի հետևիցով կնա։ փողոցային պայքար չի լինելու, մանդատները վերցնելու են։ Ոստիկանությունը շատ արագ հարցը կլուծի, որտեղ զանգվածային չի լինի, եթե կարեն իհարկե, բայց թե Քոչա Ռոբերտ Զալա ունի կնա փողոցում նստի, բանի, այնտեղ Ֆրանսիայի հրապարակում նստի կամ Սամվելինով է թողելու այդ տնից դուրս գա, որ բան անի։ Դրանք էլ պետք է գնան ինչ անեն, այնտեղ մի խոսքով սա յուրահատուկ է, ինձ առայժմ որ այդպես է թվում, մնացած արդյունք չլինելու խնդիրը ուրիշ բան է, որ Մոսկվան բոլոր դեպքերում տեղավորվեց ազգային ժողովում որպես ֆրակցիա, դա ուժեղ Հայաստանն է։ Այս էլ կարող է այսպես մի տարբերակը կացնի կգնա, բայց ուտելու են ներվեր, ճանապարհներ եւ այլն։ Իրենց կանայք պիտի շքեղ մեքենաներով եւ ամռանը շուբաներով, հա, որպես ցուցադրեն, շրջեն Երևանում, իսկ աշխատող հայուհին պիտի փողոցներում տառապի իրենց փողոց փակելուց, իրենց բառաչելուց եւ այլն, ինչ որ դրա համար ես կառավարության առաջարկ ունեմ։ Ինձ էլի եմ ասել, շատ հեշտ դուր չի գալիս, որ մեր ոստիկանությունը առանց հանդերձավորման այդ կերած խմած զանգվածների դիմաց է կանգնում։ Պիտի հանդերձավորել այնպես ինչպես Ռոսգվարդիան, որտեղ իրենք ոնց որ թե մտավախություն ունեք, պարոն Իհարկե ունեմ։ Չէ, ոստիկանությունը պիտի հանդերձավորվի, կապ չունի։ Դա նկատի ունեք հենց հոգեբանական ճնշում է, որ այդ արտաքին Չէ, տեսքը այլ արտաքին տեսնեն, նաև ռիսկ չեն անի, դե հակացված ոստիկանները եղունգները, ես մեկ ինձ ինչ ասում է կանայք կան, թե հիմա ճիշտ է սխալ է, եղունգները սուր սարքել են տալիս, մեր ոստիկանների այն ժամանակ էին ասում մարմիններ էին մտցնում, հիմա ճիշտ է սխալ է, այդ ժամանակ մարմին չի մտցն, ուրիշ բան կլինել է, ոնց ով կմոտենա։ Եվ երկրորդը կարգուկանոն պետք է լինի, պետությունը պարտավոր է իր ոստիկանությանը հագցնի այնպես, ինչպես Ֆրանսիայում, տարօրինակ բան, ինչպես Իսրայելում, ինչպես Բերլինում, իսկ եթե իրենք շատ են ուզում բուտլերամերները, ինչպես Ռոսգվարդիայում հագցնում են եւ առանց խոսքի, ուրեմն կարգավորում են։ Այդ մեկ կառավարությունը պետք է հատուկ որոշում ընդունի, որ փողոցներ, խաչմերներ փակել անթույլատրելի է, մայթերի վրա ինչ ուզում են անեն, կամ էլ տեղ հատկացն, ասեք Սովետաշենի կողմեր, որտեղ կամ այնտեղ պարապ-սարապ տեղեր կա։ Բայց փողոցները պիտի աշխատի, մեծ տնտեսական զարգացում է պետք, եւ մեր կանայք, մեր ամենայն լրջությամբ, ոչ մեկը միջին եւ չունևոր խավի կանայք պարտավոր չեն շոկ ամառը ավտոբուսների եւ բաների մեջ մնալու։ Եթե ուզում են իրենց կանանց պիտի բերեն այդ շոկի տակ նստեցնեն սովորական գազելներում։ Եղավ, ուրեմն այս բոլորը պետք է կարգավորվի եւ վերջ։ Սա մեծարուսների երկիր չի, մանավանդ լրտեսների, շպիոնների եւ ուրիշի կամակատարների։ Հայաստանը այս ընդրություններն էլ է տա, ու ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, չէ՞։ Միջին հայ է, ճիշտ է։ Հարուստներ չտվին։ Մանդատները վերցնելու են եւ գնան խելոք ազգային ժողով եւ ինչպես քաղաքացիական պայմանագիրն ասում, եկեք ասում եք լինելու եք դուք այդ բոքսի տանձիկներ, նայեցեք, այդ բոլորը կխոսեն, դուք եք երևի ինձ թվում է սխալվում եք։ Մարիա Զախարովան ինչ կասի էլ կլինի, կասի պարկեք կպարկեն, կասի չեք պարկելու չեն պարկի, ու վերջ։ Իրենք չեն որոշողը, մանդատը վերցնում են թե չէ։ Հիմա ռուսներն են նայելու են Հայաստանի ապակայունացման որ չափն են ընտրել, ինչքան են մեր դեմ պայքարելու, որ պետություն չդառնանք եւ այլն ինչքան էլ ՆԱՏՕ-ից են խոսում, ինչ որ բաներից էլի ցնդաբանություն։ Այն արմյաշկեկի բերաններն այդ կերևա։ Այն նրանք կվայրահաչեն, մենք կհասկանանք, թե ինչ են իրենց թելադրել երկրում լինելու համար։ Այն բառի համար հազար ներողություն իհարկե։ Հարգելի հայրենակիցներ, նորանտապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, մանդատները կվերցնեն, Մարիա Զախարովան, այսինքն կասի վերցրեք կվերցնենք, ասեն չվերցնելու դեպքում ինչ է լինելու։ Ոչ բանը չի լինելու։ Քաղաքացիական պայմանագիր ունի
մեծամասնություն, բայց բացարձակ չի, էլի սահմանաբան չի։ Դրա համար ինչ հնարավոր է այդ ձևով կանի, ինչ է, որը այդ մասի մեջ է, մնացածը գտողի ապակայելի չէր էլ։ Այդ իրես դարձը խաղաղության պայմանագիրն է եւ թրիփը իհարկե ես վստահ եմ, որ ամերիկացիք ոչ մեկի դեմքին չեն նայելու, նույնիսկ Մոսկվայի վրա եւ դրանց վերեք ովքեր խանգը թքած ունեն, դա լինելու է, մեզնից է կախված լավ լինել, իմ դարձը դա է, ուրեմն իսկ խաղաղության պայմանագիրն ասեմ, ամեն ինչ նախապատրաստած է հայկական կողմը նախաստորագրել է, այդպես որ ասում են, չէ, նախաստորագրված է, հիմա կլինի թե չի լինի, ասեմ ձեզ, պետությունները, երբ իրար վրա են հարցակվում կամ չեն հարցակվում, մեծ մասը իրար հետ պայմանագիր են ունենում։ Հիտլերը լեհերի վրա պայմանագիր կար, մի տարի առաջ իրար հետ շատ լավ էին 38 թվին հակառակը, ռուսները ճապոնացիների վրա կամ հակառակ, այսինքն այդ պայմանագրերը մեզ պետք է որ լեգիտիմացվեն Հայաստանի այն վիճակը, որ կա օրենքով միջազգանորեն ճանաչված, որտեղ թույլ է մեր վիճակը, մենք թույլ ենք դրա համար ինձ, թե չէ հիմա կլինի, չլինի, ինչ եղել, բանակը պետք է զարգացնել եւ այլն, բայց լավ կլինի, որ այդ հոգսերից ազատվենք, որտեղ այդ խաղաղության պայմանագրի հետ է կապված նաև մեր տարածքների ազատման հարցը, այդ Ջերմուկ, Սյունիք եւ այլն, որտեղ հնարավոր չի Թրամփի ժամանակ, ոնց ասեմ, գնալ են ճանապարհով եւ այդ հարցերը կիսատ պռատ։ Այստեղ է մեր հարցը, թե չէ պայմանագիր, որ հիմա հարցը տանում ենք, ռուսների հետ պայմանագիր ունեք բոլոր ոլորտների, նույնիսկ արախ խմելու պայմանագիր կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Հիմա մի պայմանագիր կատարում է, թե չէ։ Այստեղ պայմանագրերը չի կատարում, Բելարուսներն էլ ասում է ամբողջ ծավալով ես ձեր իմ պայմանագրային պարտավորությունները պետք է կատարեմ։ Այսինքն այդ պայմանագրերը այսպես ասեմ, այն չէ պայմանագիր է։ Օբյեկտիվ իրականության մեջ, երբ որ ուժերի որոշակի բալանս է առաջանում, պայմանագրերը փայլուն աշխատում են։ Երբ խախտվում է, նժարը իջնում է, ոչ մի պայմանագիր, ոչ պետության մեջ չաշխատում։ Տեսեք, Ամերիկան եւ Եվրոմիությունը ինչքան հարցեր ունեն, ՆԱՏՕ-ն եւ այլն, որտեղ խախտվել է հզորություններ, նպատակներ եւ այլն։ Դրա համար ես կասեի, որ իհարկե դա պիտի արվի, այդ դեպքում բարձր է որ սահմանադրական այդ փոփոխություններ եւ այլն հարցեր կան, որոնք չի կարող անել մեծամասնությունը, դե հիմա յոլագը գնանք մանավանդ ինձ օրինակ սահմանադրության մեջ էս մի հատվածն է հետաքրքրում, ոչ են պրեամբուլան, չգիտեմ, այսպես ասեմ, հա, դու բանը Պրուսիան պետք է ազատագրեք, այդ թուղթն է ձեզ խանգարում, այդ նախաբանում, որ Արցախը գրած էր, հա, Արցախի այդ ինչ որ գրած էր, չէ, ուրեմն դա ձեզ թույլ չտվեց, որ երկիրը կողոպտեք, բանակ չունենաք, դեմագոգիայով զբաղվեք եւ Ռուսաստանի շահերը սպասարկեք։ Այդ կար անեիք, ինչի չեք արել, ուզում եմ ասել դա ինձ դա չի։ Նախաստորագրված պայմանագրով Նիկոլ Փաշինյանը այդ փաստը դրոշակ դարձնելով հաղթեց այդ դեպքում ինչպես հասկանալ։ Այդ դեպքում երկրորդ ինձ ուրիշ բան է տակրում, այս խորհրդարանի ձևավորման այդ երրորդ ուժի այն կետերն են, որ սարկած է մեջը, ինչի համար է ու ինչ է, պարզություններ չկան, սա է, որ պետության պարլամենտական համակարգի չկայացման աղբյուրներից մեկն է։ Այսինքն խաբել ենք ժողովրդին այդ նախաստորագրված փաստաթղթի մասին։ Չեն դե հիմա եթե մեր հիմա թիվը չի ապահովում, ով է խաբել, ոչ մեկը չի խաբել։ ԵԱՏՄ-ի հետ կապված է այդ պայմանագրերը եւ այլն այդ խախտումները։ Ես կարծում եմ դրանք ժամանակին կգա ԵԱՏՄ եւ այլն պայմանագրերը իմ ենթադրություններն է որ մի օր ճղելու ենք, ասելու ենք 5 տարի առաջ որ չկար, այս թուղթը ճղեցինք, շպրտեցինք։
Այսպես է լինելու։ Մենք գնում ենք դեպի մեր ճակատագրին առաջ, որտեղ պայմանագրերը նպաստում են պիտի անել, որտեղ չեն նպաստում, հрьяաներին նման պիտի ասել։ Հрьяաներն ինչ են ասում, ասում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ինչ անում։ Ասում եթե ի նպաստ Իսրայելը որոշում է կայացնում, օքեյ, հրաշալի է։ Եթե չէ, հերերն էլ անիծած իրենց թողնել իրենք են։ Եղավ, այսինքն ես չեմ ասում, մենք այդ ուժը ունենք, բայց տրամաբանջը նույնն է։ Իհարկե խնդիրներ կառաջանան, կլինի մի կուսակցական բան, այդտեղ էլ ես իմ առաջարկն ունեմ, իհարկե չեմ ուզում դա այդ կամ բան անեմ, առայժմ հուսանք, որ այդպես չի լինի, բայց եթե սրանք էլ ներկա լինեն, ավելի վատ խորհրդարան ենք ունենալու, քան այսօրվան, իմացեք, որտեղ սա մեկը Մոսկվայից է կառավարվում, ուղիղ իմաստով։ Սրանք կապեր ունեն, հարաբերություն, սրանք բանը չեն, էլի իմ պատիվը չի, չգիտեմ քո պատիվը չի։ Հայաստանը հետ, դա մաշված բան է, տեսել եք, խմբակցությունը։ Այստեղ ուրիշ է սրա ուժը, միջազգային կապեր, որտեղ դրան կարող հենց Պուտինը միջամտի ուղիղ իմաստով, նորմալ է, իրենց հասկացածով։ Հիմա կա երկրորդը, օրինակ, եթե շատ համը հանեն, խորհրդարանը կարելի արձակել, նշանակել նոր ընտրություններ եւ ինչ առաջացնել ԿՊ-ն նախաձեռնի ժողովրդավարական ուժերի ազգային ճակատ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կգնա նոր ընտրությունների։ Ես չասի, ասի լավ կլինի, ես չգիտեմ կանի թե չէ, բայց դա իրադրությունից է կախված, ինքն էլ երևի չգիտի կանի թե չէ։ Այսօրվա իմաստով, եթե լինում է այդ ճակատով կջնջխենք Հայաստան կազատագրենք կվերջացնենք։ Դուք պատկերացնում եք ժողովրդավարական ուժերի ազգային ճակատ։ Ամեն դեպքում Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իրենք մեկ պլան ունեն, դա հաղթանակի պլանն է։ Ինչա, ում են հաղթում։ Եվ իրենց դուր չի գալիս այդ ընդդիմության ձևաչափը։ Ես իրենց մի բան եմ ասում, որպես հայմարտ ափսոսում եմ։ Իրենք սկսեն մտածել, երբ որ չեն հաղթելու, չեն հաղթելու, այդ ձև վագոներից ճակատագիրը չկնքեն, իրենց ճակատագիրը վտանգի տակ, ինչպես ժամանակին ասել եմ։ Իրենք ինքնուրույն մարդիկ չեն, գործուղված են, ինչպես Ռուբեն Վարդանյանը, որտեղ հայտնվեց Ռուբեն Վարդանյանը, հայտնի է, չէ՞։ Դեղը գիտեք։ Ուրեմն իրենք էլ նույն ճակատագրին են արժանանալու, լավ կլինի որ ցրվեն այս գործերից։ Հարգելի հայրենակիցներ, նոյանտապանը կրկին եթերում եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, Մարգարիտա Սիմոնյանը առաջարկում է բացահայտել նրանց, ովքեր հունիսի 7-ին ընտրել են Նիկոլ Փաշինյանին, քանի որ եթե ԿՊ-ի օգտին են, նրանք իրենց ձայնը տվել, նրանք հակառուսամետներ են եւ Ռուսաստան նրանց մուտքը պետք է արգելել։ Ես մի բան ասեմ, էլի, իսկ ինչու պիտի ռուսասեր լինենք։ Հայությունը ընդհանրապես մտածել է, այդ որ ասում են հակառուս չի կարելի լինել։ Մի բան էլ լինում ասում են Պուտինը ուրիշ է, ժողովուրդը ուրիշ է։ Ինչ է ուրիշ։ Կարող է ռուսների միջից ուրիշ ցար աճած դինի, ասենք մի հատ լավ ցար ասեք, ես էլ հիանամ։ Մի հատ կերեսկի են ժամանակին եղել, գլուխը կերան, երկորում գցեցին։ Ուրեմն ռուսների միջից էդ է լինում։ Ես մի լավ ընկեր ունեմ, գործարարը շատ հետաքրքիր աշխուժմտքով մարդ է։ Ասում է ռուսները ինչ էր սարքեն, ասում է թել ասել։ Մեկ է վերջում տանգ է դուրս գալիս, ու անշնորհ տանգ, ասում է այդքան վերջացավ։ Ասում է վերջացավ։ Հիմա բայց իրես գործն է։ Հիմա ես այս հարցը ուզում եմ, որտեղ դա շատ է արձածում, ռուս ու հայն որ ասում ես ռուսադիացես, նախ չարժի ատյացով ապրել ընդհանրապես իմաստ չունի, օրինակ ես չգիտեմ, ինձ համար խորտ բան է, բայց ասում ես չի ասում ես սկսում է արտարանալ։ Չի ասում, բայց ես ինչու պիտի ռուսասեր լինեմ, եթե ռուսադիացեք, այդ ռուսոֆոբ չէ, աշխարհին դեմ են արել։ Այսինքն պետք է աշխարհ ռուսասեր լինի, ինչի համար, որ բանի համար։ Մանավանդ հայերը ինչ ունեն ռուսներին շնորհակալ լինելու համար։ Կյանքներս կերան, երկիրը Թուրքին հանձնել տվեցին մեր տխմարության պատճառով։ Ժողովրդին պատերազմում կոտորել տվեցին, Ղարաբաղից Արցախից էլի 100 մարշալ քամեցին, տարան իրենց երկիր պաշտպանեցին, վերջում են Արցախը Թուրքին հանձնեցին, արեցին։ Այսինքն այդ հարցը ինչու պիտի հայը պիտի հայասեր։ Մարգարիտա Սիմոնյանի ասածը սա է։ Իսկ ով որ ես ասեմ, եթե հայը հայասեր չի, դա հայ չի, վերջացավ։ Ինք արդեն ուրիշ բան է, աղբ է, տվյալ բարակայում ինք աղբ է, հիմա։ Բայց այստեղ ուրիշ բան կա։ Իրենք իհարկե ճնշում այդ բոլորն անում են
մեզ վարկաբեկելու, մեզ ճնշելու, որտեղ Մոսկվայի քաղաքականությունը Հայաստանին եւ հաջորդին բան անելն է, այդ արժանապատվությունը տրորել եւ այլն։ Հիմա ամբողջ ժողովրդին չեն կարող ասել, դրա համար կենտրոնանում են վարչապետի վրա, մի հոգու։ Այդ նշանակում է հիմա երկրորդ երեսով ինչ է կատարվում։ Ես կարող եմ ասել Պուտինին եւ իր հայ քոծերին եւ քացերին, այդ մեկը իսկական իրա։ Ուրեմն շնորհակալություն ձեզ, որովհետեւ եթե դուք չլնեիք այդ ձեր քաղաքականությամբ, այս ժողովուրդը երբեք ռուսներից չէր փոխվի եւ անկախության մասին չէր մտածի։ Եթե այս գյուղատնտեսական ապրանքների վերաբերյալ ձեր բաները, այդ սանկցիան, բաները սահմանափակումներ, ասում ես, սանկցիա չի, չգիտեմ, սանկցիան էլ ոնց է լինում։ Լավ, այդ սահմանափակումները չլնեիք, ուրեմն Ղազարը բազար գնացողը չէր, բացառված էր։ Մեր Տիգրան Խզմալյանը, մեր ընկերը, հոգնեց ասելով Եվրոպա, այդպես է Եվրոպա չեք գնում, բայց Պուտինը մի քայլով Եվրոպա մղեց հայությանը։ Մենք այդ մեր սարերում է, չէ, ասում է Շերենցը չի ասում է ոստիկանին, միլիցիային ասում է դենկերներ են էլի Շերենցը Սոսարքսյանին, ասում է դու որ չլներ, ես լողացողը չէի։ Հիմա Պուտինը որ չլներ, հայությունը դեպի Եվրոպա տնտեսական շարժվողը չէր, մնալու էր հետամնաց այդ ռուսական խուտորներում, որովհետև այդ պայմաններում մեր տնտեսությունը երբեք չի զարգանալու, որովհետև մեր ամեն մի աղբը վաճառվելու է միշտ Ռուսաստանի որևէ ուրեմն աղբանոցում, եւ մենք չենք զարգանալու։ Հիմա Մոսկվան իր հակահայաստան կատաղի ատելությամբ եւ հաջորդի հանդեպ ունեցած արհամարանքով ստեղծեց վիճակ, իհարկե արհամարանք իրանք են միայն արժանի, ստեղծվեց եւ Եվրոպան ճամփեքը բացեց, այսինքն մենք վերադառնում ենք ինչին ասեմ, Տիգրան Մեծի եւ ուրեմն Պոմպեոսի ուրեմն 66 թվականի պայմանագրին, կարծեմ Հռանդեայի պայմանագիրն է։ Հայաստանը ընդմիշտ ընտրում է եվրոպական քաղաքակրթությունը, որը ինքն է ստեղծել հույների, հռոմեացիների հետ։ Այսինքն մի արտահայտություն կա, հայությունն ընկնում է մոր փորը, այն որ ասում է նախարկալագում, այդպեսի հրաշալի մի խոսք կա, հիմա այս գործածն է գնում, դրանք էլ կորած մարդիկ են, սրանք են մուտաններն են, նայեցեք, որ ռուսները իրենց Մեր ժամանակը մոտենում է մարդ չեն հաշվում, իսկապես, իրենք ռուսացել են, բայց ռուսներն իրենք չեն ընդունում, մուտանտ է, իսկ հայությունից էլ վաղուց հեռացել են, իմ համար արգահատելի են, թկած ունեմ, կներեք իրենց վրա, Բաղդասարով, Միգրանյան եւ այլն։ Եվ ես առաջարկում եմ այդ բառը օգտագործել իրենց բոլորի հանդեպ, ովքեր Հայաստանին դեմ են, բայց Հայաստանի կառավարությունը մի հատ լավ ցուցակ կազմի, աշխարհում է հրապարակի, այս ծագումով նախկին հայերը մուտ չունեն Հայաստան եւ հայության միջավայր, վերջ։ Շնորհակալություն պարոն Շիրինյան այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։